Պարոն Կոտրով, մինչև ներս կմտնենք, ասեք ինչ մեղադրանք է Անկեղծ առաջադրվել։ բանը, սպասեք, ես փաստաբան գաղափար չունենք, հիմա կծանոթանանք մեղադրանքին, միայն գիտենք խոզարկություններ են եղել, խոզարկության որոշման մեջ մի անհետ պատմություն է նկարագրված, Ինչ պատմություն է։ որ իբր քարոզչություն են իրականացրել եւ քարոզչության միջոցով ազդել են ընտրողների կարծիքի վրա։ Հիմա ես չեմ պատկերացնում ուրիշ ինչ ձև պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը եւ ես չեմ ուզում մի փոքր անպատասխանատու ընկենք, բոլոր դեպքերում այդ նպատակով են եկել բնակարաններում խոզարկության, որովհետև քարոզչության միջոցով ազդել են ընտրողների ազատ կամքի վրա, բայց թե ընտրությունը հենց ենթադրում է դա, որ քարոզչության միջոցով ազդես ընտրողի կամքի վրա։ Հիմա ստացվում է նախընտրական քարոզարշավ չպետք է մնա, մնացածը ծանոթանանք մեղադրանքին նոր անկեղծ շուրջ 10-ի մասին է խոսակցությունը, հիմա կփորձենք հասկանալ, չգիտենք անկեղծ ես հիմա նոր եկել եմ ներկայանալ ստանձնելու համար։ Իզե փոխացել որ ասած է։ Դժվար ասես նորմալ, բայց իսկ կծկտուր պատասխանը ո՞րն է, բայց ասեք պատգամավորներն եկել ու ուզում են տեղեկություն է ստանում։ Չի կարելի, ես իրավունք չունեմ ձեզ տողա։ Ինձ հա, ունեմ։ Ես իրավունք ունեմ, այդ իմ գործն է։ Մեր պենսի դուրս է ելել։ Չէ, մերը պետք սպասեք, հեսակ այսի ասել են ներկայացան, դեմա ինչ կապ ունի, ասել են դուրս է թող։ Այդ ասով են ասեք, մարդը մեղադրյալի հետ եկել է պարծակնություն։ Հիմա եթե քննչականում մեզ չեն ընդունում, մենք ելն ենք գնանք մեր տներով, ասենք Red Marshall-ի security-ն ասելա գնացեք Եթե ես էլ ինչ փոխացել Երբ հիմա փոխանցումին ասա, Սամվել Դավթյանը իր փաստաբանի հետ մուտքի դիմացա, եթե մեզ չեն փնտրում, հելն ենք մենք գործելու։ Հա, դուքները կարել։ Հա, ես զանգեմ նորից նոսել ոնց Ոնց Սամվել Դավթյան։ Հաստաբանի չեքավուն ներս մտնենք, Դե նորմալ է։ Հիմա Լիպսի մեջ են հասկանանք ով ու